Բարի լույս, այսօր ուրբաթ է եւ առաջարկում ենք շաբաթվա վերջին աշխատանքային առավոտը ամփոփել մեզ հետ Շանթի եթերում։ Եթերում առավոտը Շանթումն է, այսօր ինչպես նշեցինք, այո, նոյեմբերի 14-ն է։ Ավարտում ենք հերթական աշխատանքային շաբաթը, կաշխատենք ուղիղ եթերում մինչև կեսօր եւ վստահ եղեք, որ սա ձեր լավագույն ընտրությունն է առավոտը սկսել հենց մեզ հետ։ Հիանալի հյուրեր ու կարևոր թեմաներ ունենք, որոնց մասին այսօր անպայման խոսելու ենք։ Այո, այսօր հյուրընկալելու ենք հայ սուպերստար 6 նախագծից Մարիամին։ Մարիամը եզրափակում էր, նա հասցրեց շատերի սրտերը գրավել եւ քանի նա Հայաստանում է, որոշեցինք նրան հյուրընկալել մեր տաղավար եւ հարցազրույց ենք ունենալու։ Այսօր հյուրընկալելու ենք նաեւ Լիկային, նրան տալու ենք այն հարցերը, բոլոր այն հարցերը, որոնք հեռուստադիտողներն են հղել, եւ այսօր նաեւ Մարիամ Մեհրաբյանին ենք հյուրընկալելու մեր տաղավար եւ խոսելու ենք տարբեր հոգեբանական թեմաներով եւ այն էլ խոսելու ենք գույները հոգեբանության մեջ։ Կարծում եմ շատ հետաքրքիր թեմա է եւ բոլորս մեզ համար ունենք նոր բացահայտումներ, որ պետք է այսօր անենք։ Այո, իսկ այս պահին առաջարկում եմ գնանք լսենք մի լավ երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք թողարկումը։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք տաղավար եւ այս պահին հիշեցնենք, որ Սևակ Ամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ 2 նախագծից Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը երաժիշտ Արմեն Ձամուկաշվիլիի հետ դեկտեմբերի 19-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին։ Կարծում եմ սա շատ երկար սպասված համերգ է, տոմսերը կարող եք ձեռք բերել on-line ticket Miket կայքից կամ զանգահարեք 818 265 0506 հեռախոսահամարով։ Իսկ այս պահին ծանոթանանք եղանակի տեսությանը, ասենք որ այսօր Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում, բայց արդեն հանգստյան օրերի համար այլ կանխատեսումներ կան մարզերում նոյեմբերի 15-ի ցերեկը 16-ին 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում եւս կլինեն տեղումներ։ Եղանակի այսօրվա տեսությունն ավելի մանրամասն կարող ենք դիտել փոքր ուշ, բայց հիմա կարծում ենք, որ ժամանակն է մեկ այլ բան անելու, պետք է խոսալ ֆուտբոլից, մի թեմա, որը որ կարծում եմ Երևանից ակտուալ է բոլորիս ընտանիքներում։ Հայաստանի թիմը պարտվեց Հունգարիային եւ զրկվեց խմբից դուրս գալու հնարավորությունից։ Գլխավոր մարզիչն ասաց, որ այս պարտության համար ինքն է մեղավոր, բայց ափսոս խաղեր։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0-1 հաշվով։ F խմբում Հայաստանի թիմը 3 միավորով վերջինն է եւ զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու եւ անցումային հանդիպումներում եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Հունգարիան 8 միավորով երկրորդն է, խմբի մյուս խաղում առաջատար Պորտուգալիան Դուբլինում պարտվեց Իռլանդիային, Ռոնալդուն կարմիր քարտ ստացավ։ Ինչ վերաբերում է Պորտուգալիայի հետ վերջին խաղին, ինչքան ուժ եւ ռեսուրս ունենք, թուր եւ դանակով պետք է գնանք Պորտուգալիա, ասել է մարզիչը, բայց հուսանք թուր եւ դանակ չեն գործածի եւ հաղթանակը ձեռք կբերենք գնդակների միջոցով։ Բայց այս խաղում ավելի հետաքրքիր բան էլ կար, ինչպես հիշում եք, Հունգարիայում քնած ժամանակ սպանվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանը ու հայ երկրպագուները խաղադաշտ են եկել յուրօրինակ ակցիայով։ Նրանք գրել էին մեծ պաստառի վրա, որ մեր երկրում հունգարացիները կարող են հանգիստ քնել։ Եվ այս թեմայով շատ այսպես միջազգային տարբեր լրատվականներ անդրադարձել էին, այնպես որ ակցիան, իրազեկման ակցիան, իր տեսակի մեջ կարծում եմ աշխատեց։ Իսկ մենք անցնենք առաջ եւ հիշենք, որ ամեն օր հնարավորություն ունենք մեր բառապաշարը անգլերենի ել ավելի զարգացնել, քանի որ մեզ հյուր է գալու մեր շացիելի Սոնան։ Այո, այս պահին Սոնայի հետ սովորում ենք հետաքրքիր արտահայտություններ, գնացինք։ Good morning guys, այսօր սովորելու ենք շատ կարևոր արտահայտություն։ Ինչպես ասեք ժամը։ Ոչ գրքային, իրական խոսակցական տարբերակն եք սովորելու։ Չմոռանաք գրի առնել, անպայման բարձրաձայն կրկնել, որպեսզի տպավորվի։
ասենք ժամը քանիսն է անգլերեն guys, հələ մտածեք։ Do you have the time? Do you have the time? Շատ կարևոր է հիշել the article-ը, the հոդը, առանց the հոդի իմաստը բացարձակ այլ է։ Կնշանակի ժամանակ ունես, իսկ մեզ պետք է հարցնել ժամը քանիսն է։ So հիշում ենք մի քանի անգամ անպայման կկրկնեք, մի 5 անգամ, լավ 10 անգամն էլ չի։ Խանգարի կգրեք, կկիրառեք, այս տեսանյութներ կգրեք մի քանի անգամ ու հաստատ հիշել եք։ Do you have the time? Վերադարձանք տաղավար, անգլերենը սովորեցինք, այսինքն ուղեղը մարզեցինք իր տեսակի մեջ, հիմա հասկանանք ֆիզիկական մարզումների տեսանկյունից մեր հեռուստատեսային գործընկեր Մանոն, bodybuilder, Մանոն շատ հետաքրքիր ինֆորմացիա է մշտապես տալիս եւ ես ուրախանում եմ, երբ որ ինչ-որ տարբեր հարցերում, որոնց հետ կապված ես X տեսակետն եմ ունեցել, առողջ ապրելակերպի վերաբերյալ եւ Մանոն եւս դա հաստատում է, այս պահին եւս հնարավորություն ունենք նրան լսել ու տեսնենք ինչ ասում։ Բարի լույս իմ սիրելի ժողովուրդ, ինչպես գիտեմ հաստատ արդեն դու լավ ես քնել, լավ ես զարթել, նախաճաշիդ արել ես, միացել ես ճիշտ հաղորդմանը եւ լսում ես ինձ։ Եկեք ստանանք այսօրվա հարցը, տեսնենք ինչքանով է հետաքրքիր։ Մանո, ինչպես անեմ, որ ոչ թե էմոցիաներով սնվեմ, այլ օրգանիզմիս պահանջին լսելով։ Շատ հետաքրքիր հարց, եկեք հասկանանք դրա պատասխանը ինչպես կարան տամ։ Նայեք, առաջի հերթին էմոցիան ճիշտ է, գարը ազդի ձեր վրա։ Ավելի շատ ասեն ձեզ աղջիկների մոտ լինում դա, բայց եկեք հասկանանք մենք ուզում ենք այդ հացը ուտել, թե ուղղակի մենք ծարավ ենք։ Չէ՞։ Մի հատ փորձեք մի բաժակ ջուր խմել։ Դրանից հետո որոշեք, ձեր մարմինը ուզում է արդյոք ուտի ինչ-որ մի բան։ Դա քեզ առաջի պատճառը, երկրորդ պատճառը, խնդրում եմ ինչպես որ միշտ ասել եմ քեզ, քո 8 ժամդ քնի, ճիշտ ժամերին 8 ժամդ քնի, երկրորդ դեպքում դու գարաս հասկանաս, քո մարմինը քեզից ուզում է ինչ-որ մի բան։ Այդ դեպքում գուզի ինչպես որ ասել եմ նախորդներին, երբ որ դու քո 8 ժամը չես քնում, քո մարմինը քեզանից ամբողջ օրը պահանջում է արագ ածխաջր, այսինքն քեզ շաքար է պահանջում, ասո շաքար դուրից, արագ էներգիա դուրից։ Okay։ Երրորդ կարևոր գործոններից մեկը արդյոք դու ամբողջ օրվա սնունդիդ հետ ներառում ես սպիտակուցներ։ Շատ բարձ թեմա է, ում հետ որ խոսում եմ, ասում եմ դու ամեն օր ուտում ես, քո նախաճաշին ասենք թե չգիտեմ, հավգիտ ուտում ես, հետո չգիտեմ հավի գրծկամիս ուտում ես, դավարի միս ուտում ես, ձուկ ուտում ես, ասում եմ ոչ։ Եթե դու քո չափաբաժին սպիտակուցը չես ստանում, քո մարմինը անընդհատ քեզից մի բան է ուզում բզբզալու։ Okay։ Եթե ուզում ես նիհարես, այսօր քեզ մի հատ կախնիկ եմ բացում։ Նախաճաշ, ճաշ, ընտրիկ։ Մեջտեղները փորձի ամեն տեսածը չգցել դրանից։ Զուտ քեզ խորհուրդ։ Նայ ոնց կնիհարես։ Մի թող ինսուլինդ անընդհատ սենց են ամբողջ օրվա ընթացքում, ոնց որ կարդիոգրամա լինի, հա։ Մի թող դες բան լինի։ Ու դες ինչպիսի արդյունք կտա քո վրա։ Եկեք ճիշտ խաղանք այս խաղը, մնանք Մանոյի հետ։ Ճիշտ խաղանք այս խաղը շատ գեղեցիկ արտահայտություն, որ պետք է ամեն օր լսել Մանոյին, ճիշտ խաղալ Մանոյի հետ եւ ապրել առողջ ապրելակերպով։ Իսկ այս պահին առողջ ապրելակերպի անքակտելի մաս է կազմում լավ երաժշտությունը, որը կբարձրացնի տրամադրությունը, մեզ կտրամադրի նաեւ մարզվել, այնպես որ մեր սիրելի երաժշտական խմբագիր մեզ հուսախաբ մի արեք, մի լավ երաժշտություն դրեք լսենք։ Մենք վերադարձանք եւ հիշեցնենք եւս մեկ անգամ, որ Սևակ Ամրոյանը, Անդրեն Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը եւ ազգային երգիչ 2 նախագծի Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը, երաժիշտ Արմեն Զամուկաշվիլի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի շատ հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Երկար սպասված համերգ է սա իսկապես, տոմսերը կարող եք ձեռք բերել on-line Ticket.me կայքից կամ զանգահարեք 818 265 0506 հեռախոսահամարով։ Իսկ հիմա գովաց շանթի եթերում։
Վերադարձանք տաղավար, ասենք, որ շատ հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու, որովհետև հոգեկան առողջությունը թերևս մեր ժամանակներում շատ կարևոր եւ թիրախային հարց է։ Գիտնականները հետաքրքիր եզրակացության են եկել, որ դեպրեսիաների հակված մարդիկ օրինակ նախընտրում են կապույտ գույնը, ավելին հենց կապույտ գույնը նախընտրողների մեջ պետք է փնտրել պսիխոպատներին։ Սա շատ պատասխանատու հնչեց, բայց մենք տաղավարում մասնագետ ունենք, նա ավելի մանրամասն կասի։ Մեր տաղավարում է Ժեստ հոգեբանական կենտրոնի հիմնադիր ղեկավար Մարիամ Մեհրաբյանը։ Հասկանանք, արդյոք մարդու գունային նախընտրությունը կարող է շրջապատին զգուշացնել հնարավոր վտանգների մասին։ Բարի լույս, Մարիամ։ Շատ վտանգավոր սկսեցինք եթերը։ Ես տողերը կարդում էի եւ ուզում էի ասել, խնդրում մի հատ էլ, ես լավ չհասկացա։ Բարի լույս, սիրելիներս, լույսը ձեզ հետ կարծում եմ բարի է եւ լավ օրը ապահովված է։ Վստահ ձեր հեռուստադիտողները ինձ հետ համակարծիք են եւ ամեն առավոտ շտապում են հենց ձեզ հետ սկսել։ Որտեղից այս գիտնականներին այս հետազոտությունները, ես հիշում եմ դեռևս մեր տարիներից, ինչ մեծ եմ արդեն, մեր տարիներից կար բրիտանացի գիտնականներ հասկացությունը, բայց կարծում եմ շատ այսպես ուղղակի վերլուծություն է արվել կամ մի քանի դիտարկում է արված, մարդկանց աշխատանքը չթերարժևորենք, բայց կապույտը ամենասիրելի, պայծառ, բնության հետ առնչվող գույներից է, որը որ կարծում եմ դեպրեսիա ամենախորը շերտերի հետ որևէ կապ ունենալ չի կարող, այնպես ինչպես հիմա մեր գեղեցկուհի Զարան է խիստ սևի մեջ, սիրուն ընդգծած, բայց սևը, որպես նաև մշակութային և ընդգծող գույն, դա էլեգանտության դրսևորում է։ Այնպես, որ կապույտը, սևը, կարմիրը պետք է գույներին հանգիստ թողնել և այո, իրեն կոնկրետ խորհրդանիշեր ունեն, և եթե դա ազգային մշակութային որևէ տարրով պայմանավորված չէ, որ դարձել է ավանդույթ կամ օրինակ ընդգծում է ինչ-որ մի առիթ, սպիտակը շատ մշակույթներում նույնիսկ կորուստի ժամանակ են կրում, այնինչ մեզ մոտ դա մաքրության և պարզության շատ հաճախ ուրախությունները ընդգծելու գույն է։ Բացի անհատական մոտեցումից, սիրում եմ գույների ազգային մշակութային վերլուծությունը։ Իսկ ինչ վերաբերում է դեպրեսիաներին, շատ ներեցեք, ընդհատեցի ձեր խոսքը։ Ես դեպրեսիայի հանդեպ իմ մոտեցումը երևի թե հենց Շանթի տաղավարից էլի եմ կիսել, բայց կրկնությունը այ գիտության մայրն է։ Հատկապես հիմա խորը աշուն է և երբ աշնանային դեպրեսիային ասում, մի քանի անգամ դա ժխտել եմ, որովհետև աշունը իր գեղեցկությամբ շատ մարդկանց է հոգեհարազատ, բայց քանի որ բնությունը դեպի քուն է գնում, հոգեվիճակն է ուզում հանգստանալ և ուղղակի մարդիկ տարբեր հասարակարգերի մեջ չեն սովորել իրենց օրգանիզմին հանգստալ և դրանից ուրախանալ և երբ օրգանիզմը հանգիստ է ուզում, նրանք դրան անվանում են դեպրեսիա։ Ոչ, դեպրեսիան դա խիստ հորմոնալ և ավելի ծանր մի բանի մասին է, քան մենք առօրյայում դա օգտագործում ենք։ Մարիամ, բայց սովորաբար գույները նշանակություն ունեն մարդու հոգեվիճակի վրա, որովհետև շատ հաճախ մենք լսում ենք, ենթադրենք, ես այդպեսինն եմ, իմ սիրած գույնը կարմիրն է, եւ երբ որ ես հագնում եմ կարմիր, ես ինձ շատ ավելի վառ եմ զգում, գունեղ եմ զգում, պայծառ եմ զգում, այսինքն որևէ նշանակություն այլ միևնույն է ունեն։ Անհատական եւ խիստ անհատական կոնտեքստում կարող ենք յուրաքանչյուր գույն վերլուծել յուրաքանչյուր մարդու համար, բայց նույն ձևով կարմիրը շատ մարդկանց ուղղակի բարկացնում է եւ երբ որ կարմիր ինչ-որ բան են տեսնում, ուզում են վերացնել այդ գույնը։ Հա, ինչ-որ այդպես իսպանական զգացողություններ են առաջանում ավելի կրքոտ, բայց ես ուզում եմ գույնի եւ գովազդի հարաբերությունը չմոռանալ, այ վարդագույնն ու կապույտը ոնց մարքեթինգը դարձրեց տղաների եւ աղջիկների գույն եւ վարդագույն բաները սկսեցին թանկ վաճառել։ Բայց դա ընդհանրապես, ինչպես ասում են, just marketing, ընդհանրապես ուրեմն մարքեթինգային քայլ է, որը որ մեծ մարդկանց խմբի հետ եւ ասում եմ մի բանը, որ 100 անգամ ես կրկնում, ինքը դառնում է նաև տարածված մի բան եւ մարդկանց ընտրությունը ուղղորդվում է։ Դրա համար շատ հաճախ ուղղակի պետք չէ դառնալ զոհ որոշակի հետազոտությունների, որովհետեւ գիտնական բառնել էր այստեղ մարքեթինգային քայլ։ Եթե չկան հղումներ, եթե չկա կոնկրետ թարգեթային հետազոտությունները, մի քիչ ուզում եմ հիմա լուրջ մոտենամ հարցին, բայց եթե պետք է որ գովազդային տեսանկյունից գույները վերլուծենք, խնդրեմ։ Տեսեք,
դեպրեսիաների հետ կապված կարծրատիպային վերաբերմունք կա եւ դեպրեսիայի մեջ գտնվող մարդուն շատ հաճախ պատկերում են այսպես մուգ տրամադրությամբ, ավելի sense ինքնամփոփ, բայց արդյոք դեպրեսիայի դրսևորումը դա է, թե դա եւս կարծրատիպային է, որովհետեւ շատ կադրեր էլ կան, երբ որ լուրջ հոգեբանների մոտ նայում ենք, հակառակը դեպրեսիա ունեցող մարդիկ մի քիչ ավելի պայծառ են, անասելի շփվող են, այ ձեր պրոֆեսիոնալ տեսակետով սա ինչպես է։ Սիրով, որտեվ ձեր կողմից հնչեցրած բոլոր հարցերը օգնելու են բոլոր մարդկանց։ Այո, նախ եւ առաջ ընդգծեմ 1001-րդ անգամ, որ դեպրեսիա ախտորոշումը իր ամբողջ լրջությամբ հոգեբանների դաշտում չէ, այլ հոգեբուժների դաշտում է։ Բայց տեսեք, մարդիկ, քաղաքացիները շատ հաճախ են ասում, օй դեպրեսիայի մեջ եմ, օй նևրոզս բռնեց։ Մի բառ, որը որ արդեն վաղուց նույնիսկ չի կիրառվում։ Դեպրեսիայի լուրջ ախտորոշումը թողնենք, առավոտյան դրա մասին այդքան խոսելը տեղին չէ, բայց իրականում, այո, կարծրատիպային է մեր մոտեցումը մի բանի հանդեպ, որը ընկճվածությունը մարդիկ նկատի ունեն, բայց մենք ունենք դրա համար ընկճվածություն բառը։ Դեպրեսիան ընկճախտն է, եթե հայերեն եզրույթը օգտագործենք, ախտին չենք հասնում։ Ընկճվածության մեջ, եթե ասում ենք դեպրեսիա, շատ ճիշտ է Զառան ընդգծում, որ դեպրեսիայի մի ձև կա, որտեղ մարդը շատ ծիծաղկոտ է, որտեղ մարդու էներգիան կարծես վերեկացե եւ ափերն է, ուղղակի ափերից է դուրս գալիս։ Այստեղ նույնիսկ կարելի է բիպոլյար խանգարումների տեսակին հասնել, քննարկել խիստ անկումային տրամադրությունից մինչև շատ բարձր տրամադրություն, բայց մասնագետը այդտեղ կարող է իր գնահատման մեջ կրկին գտնել դեպրեսիա եւ նշանակել դեղորայքային միջամտություն։ Իսկ առօրյա մեր ընկճվածությունը, հոգնածությունը եւ այլն, ունենք իհարկե գերհոգնածություն, գերլարվածություն այս մոտեցումների մեջ, դե ուրեմն եկեք նորից գանք աշնանային դեպրեսիա ճակերտներով ասված հասկացությանը, որտեղ որ ժամանակն է հանգստանալու, որտեղ որ ժամանակն է սեփական ծուլությունը ոչ թե վերածելու դեպրեսիայի, այլ մի զանգ, որ ժամանակն է գնալու արդար կամ ձեռք բերված հանգստին։ Այ խոսեցինք նոր հոգնածությունից, ավելորդ, շատ անգամ կանայք ամեն օր աշխատում են եւ անում են այն բոլոր գործողությունները, որոնք որ պարտավոր են անել, բայց այդ գեղեցիկ տղամարդիկ նույնպես, այդ գեղեցիկ կանանց ետևում սովորաբար եսի նկատի ունեի շատ ավելի մայրերին, որոնք ունեն շատ ու շատ պարտականություններ, որոնք որ պետք է անեն, այո, բայց այդ գեղեցիկ տեսքի ետևում թաքնված է մի կին, ով արդեն հոգնել է այդ առօրյա հոգսերին, ասենք, եւ դա էլ տանում է դեպրեսիայի, թե իսկ այս դեպքում ինչպես է պետք անել եւ նաեւ կուզենամ հասկանալ շատերս ենք լսում ամեն երկրորդից հիմա որ դեպրեսիվ եմ եւ ունեմ դեպրեսիա բայց չէ որ սա կարող է եւ չլիներ դեպրեսիա ինչպես տարանջատել սա իսկապես այն դեպրեսիան է որ պետք է դիմել հոգեբանի կամ ինչպես դուք արդեն ասեցիք բուժօգնության թե սա ուղղակի հոգնածության արդյունք է շատ դիպուկ կարևոր հարցերից ենք հիմա քննարկելու եւ մարդիկ շնորհակալ են լինելու ձեզ իրականում մենք շատ հաճախ շատ խնամված կանանց ետևում տեսնում ենք գերհոգնած տարբեր դերերի մեջ բսկտված կնոջ։ Բնականաբար օրգանիզմը դրա համար շնորհակալություն չի հայտնելու եւ ես դեպրեսիայի մեջ եմ արտահայտություն այն է լինելու, որ ժամանակն է ինձ ուղարկեք հանգստի։ Ես նախադասություն ձևակերպում այսպես, որովհետեւ հետո բարձրաձայն եմ, բայց ով ուղարկի։ Եվ ով է մարդուն, այս դեպքում եթե քննարկում ենք կնոջը մոր եւ տարբեր դերերում, ավելի խիստ հանգեցնում այդտեղ։ Շատ հաճախ ես նկատում եմ, որ մարդիկ անտեսանելի մեդալի համար են պայքարում, որը որ կրկին կարծրատիպերից է գալիս, տարվա լավագույն հարս խիստ ճակերտներով եմ ասում, տարվա լավագույն կին, տարվա լավագույն մայր։ Ես կարծում եմ այս կոչումները առ ոչինչ են սեփական առողջության եւ սեփական խորը ժպիտի եւ աչքերի փայլի հանդեպ։ Եւ բնականաբար այս ամենի կողքին մենք շատ հաճախ անտեսում ենք, որ ամեն ինչին դրողը մենք ենք։ Եվ եթե չբաժանենք սեռերի, լինի կին, թե լինի տղամարդ, շատ հաճախ մենք պետք է պարզապես ոչ թե լավագույնի համար պայքարենք, այլ լավագույն ընտրությունը անենք մեզ համար։ Եթե մենք ընտրությունը անում ենք, որ պետք է ամեն ինչ մեր ձեռքով անենք, մենք իրականում այո, կարող ենք հանգել դեպրեսիայի։ Ստացվեց մենք ընտրեցինք դեպրեսիան։ Եվ հետո ում ենք մեղադրում, որ շատ էր գործը, բայց չէ որ շատ գործերի մեջ մենք ունենք աշխատանքը բաժանելու հնարավորություն, մենք ունենք ի վերջո օգնություն խնդրելու եւ
առհասարակ ինչ-որ մի բան չանելու ընտրություն։ Եթե մեր ընտրության, մեր ուսերին, ես անդադ ընտրություն եմ ասում, որտեղ հոգեթերապիայի մեջ սեփական պատասխանատվությունից ավելի կարևոր ռեսուրս ուղղակի գոյություն չունի։ Եվ երբ որ կա կողակից, կա ընտանիք, կամ ուղղակի աշխատանքի վայր, որտեղ այդ պարտավորության չափը մեծանում է, մենք էլի ունենք ընտրություն դա չընտրելու եւ այդտեղ չգտնվելու։ Եթե հիմա մեզ կլսեն սիրելի կանայք, որտեղ նրանք շուտ են արթնացել եւ արդեն տան գործերով են կամ ավտոմեքենայի մեջ ինչ որ մարդիկ են մեզ լսում, անպայման կասեն հոգեբանը հեշտ է խոսում, հեշտ ասած, բա ոնց այս գործը չանենք, բա ոնց ես հիմա աշխատանքի չգնամ, ոչ թե հոգեբանը հեշտ է խոսում, այլ առաջարկում է, որ եթե այս պահին ձեր մտքին արդեն այս ամբողջ մտքերի համակարգն է, ուրեմն շնորհավորել չեմ կարող։ Շուտով դեպրեսիան դուռը թակելու է եւ ասելու է. «Սիրելի մարդ, հանգստի մասին մտածել ես կամ շուտով տոներն են, ինչ ես նախաձեռնել, ես ուղիղ 1 ամիս առաջ արդեն տոները ազդարարել եմ իմ հարթակում, որ գիտեք հիմա ամսի 30-ը գալու է եւ ասելու եք, օ ես սա չեմ արել, շատ հյուրեր են գալու, մնաց իմ այս գործը, իմ խնամքը, իմ այն գործը, եկեք ուրեմն ժամանակը ճիշտ ընկալենք»։ Այս վերջերս ժամանակի կառավարման եզրույթի դեմ էլ է մի փոքր սկսել պայքարել, որտեղ ասում մինչև ժամանակը կկառավարենք, ժամանակը պետք է ընկալել։ Հա, տեսեք, ես գործընկերուհի ունեմ, ով հետաքրքիր արտահայտություններ արել ու շատ տպավորվել այն մեջ այդ արտահայտությունը։ Ինք ասում ես գալիս եմ գործի հանգստանը ու իրոք այդ մարդը Հանգստանից գալիս է գործի հանգստանը։ Այ հետաքրքիր է հոգեկան առողջության մասին հոգ տանելու համար էլ ինչ կարելի անել, որովհետև շատ հաճախ ասում են դե այդ կինը չի աշխատում ամբողջ օրը տանն է, ինչի պետք է հոգնի, բայց կան կանայք, որոնք գնում են աշխատանքի, որ հանգստանան։ Այ ինչպես հոգ տանել հոգեկան առողջության մասին, ինչպես փորձել համատեղել, երբեմն անհամատեղելին կամ առհասարակ պետք է փորձել համատեղել անհամատեղելին։ Առաջինը ձեր կողմից բերված օրինակում վստահ եմ իրական դեպք է, իրական մարդու մասին, ես ինքս շատ լսել եմ այդ արտահայտությունը, տեսեք, եթե մենք տանից մի օր գնում ենք մի տեղ, որտեղ պետք է հանգստանանք, մի րոպե կանգ ենք առնում, հիշում ենք, ամենահանգիստ բունիկը դա պետք է լիներ տունը, ինչ է պատահել։ Նաև շատ հայրեր նորածինների կամ մի քանի երեխայի աղմուկի դեպքում այդ փախուստը նույնպես ունեն։ Կրկին այստեղ չունենք հայր, մայր, կին, տղամարդ տարբերությունը։ Բայց եթե օրինակի մեջ կին է, ուրեմն ահա զանգողը իսկ հետո ուր է գնալու հանգստանալու։ Ես լավ մտքեր չունեմ այս ամենի կապակցությամբ։ Այսինքն, երբ որ մենք տանից գալիս ենք աշխատանքի հանգստանալու, հաջորդ հանգստի մահճակալը լինելու է գործընկերոջս կաբինետում։ Այսինքն, եթե գալիս եմ հաջորդին, եթե նա ճիշտ ժամանակին չի ընտրում, որ լավագույն հանգստյան գոտին իրեն 10 օրով սպասում է։ Ես իրապես գիտեմ դեպքեր, որտեղ մարդիկ եւ ունեն գումար եւ կարող են ունենալ դրա ժամանակը, բայց հանգստյան գոտին նրանց համար ստրես է։ Բա որ գնամ ծովափ ու աշխատանքս փախնի, այսինքն գամ եւ ոչ մի բան իր տեղում չլինի, բա որ մեկնեմ այսինչ հանգստին թեկուզ 3 օրով եւ գամ եւ բյուջես ճեղքվածք տա, այսինքն միևնույն է, եթե դու հանգիստը ժամանակին չես կազմակերպում, իմ գործընկերոջ կաբինետում էլ մաչելի չէ եւ այնտեղ նույնպես բավականին գումար ես ծախսելու առողջությունը վերականգնելու համար։ Մարիամ, բայց այստեղից նորից գայս ենք այն եզրակացության, որ շատ անգամ մարդիկ հենց իրենք են իրենց տանում դեպի դա, հա։ Այսինքն մենք շատ էլ գիտենք շատ կանանց, ովքեր որ ամբողջ օրվա այդ երուզերի մեջ սա հասցնեմ, նա հասցնեմ, թեկուզ տան մաքրություն, թեկուզ տան կոչվում սիրելիս։ Ինձ համար դա կոչվում է դեպրեսիա։ Իսկ ինձ համար մազոխիստական հակվածություն։ Իսկ ով ասեց, որ պարտավոր է կինը այդ բոլորը կարողանալ անել։ Միգուցե եւ պետք է մի պաղակի կանգ առնել, հասկանալ, որ շատ ավելի կարեւոր բաներ կան կյանքում։ Ես ինձ թույլ տամ երեկվա իմ նորագույն վերապատրաստումից օրինակ բերել, խոսնակը հայուհի չէր, ինձ թվում է սա էլ կարևոր փաստ է եւ իր տրեյնինգի մեջ մի կտորում ասեց. «Օ, ես հիմա ինսայթ ունեմ, ամբողջ կյանքում մայրս ասում էր, անկողինդ պարտադիր հավաքիր նոր տանից դուրս արի»։ Ու պտտվում եմ, ասում եմ, մայրիկ, ինչու՞, ասում եմ, որտեվ տունը կարող են հյուրեր գալ, բայց հյուրերի համար իմ ննջարանը ինչ կա հյուրասենյակ։
Եթե մենք հայուհիներից սա շատ հաճախ ենք լսում եւ ասում ենք ազգային է, ուզում եմ ասել ոչ սիրելիներս։ Դա արդեն հյուրին հաճոյանալու եւ սեփական տարածքը ճիշտ չձևակերպելու մասին է, որովհետեւ եթե անկողինը պետք է հարդարեմ, որտեվ տունը կարող է հյուր գալ, կներեք, հյուրը անկողնու հետ ինչ կապ ունի, ես կիսում եմ գործընկերոջս կարծիքը, եթե կա հյուրասենյակ։ Եկեք ուրեմն հասկանանք, որ երբ որ շվեյցարացիները մի մեթոդի մեջ ասում են, եկեք 40 անգամ կրկնենք ով եմ ես ու պատասխանենք այդ հարցին, միգուցե 40-րդ անգամ հասկանանք, որ ով եմ եսը մաքրեցինք, ինչից մաքրեցինք։ Մաքրեցինք, որ մեզ ասել են պարտադիր առավոտյան սկսիր այս գործից, որ դպրոցում պարտադիր այսպիսին եղիր, բուհում այնպիսին եղիր ու նմանատիպ ազատ եւ մարդուն ազատություն տվող վերլուծությունների մեջ հաճախ հանդիպում են մեկնաբանություններ, որ ասում են հոգեբանները երեխաների դաստիարակության համար վտանգավոր մտքեր են ասում, որ պետք չէ առավոտյան, ասենք օրինակ այսօր հնչեց անկողինը հարդարել, չէ, իհարկե պետք է, եթե դու դա կարևորում ես։ Բայց եթե կյանքի նպատակ պետք չէ դարձնել։ Չգիտեմ, քո կիսա թափած սենյակը քո համար ժպիտի աղբյուր է, խնդրեմ, բայց եթե դու դրանից պետք է տխուր գնաս, ուրեմն ետդարձիր եւ հարդարիր անկողինդ։ Մեր էմոցիաների աղբյուրը, ես էլի եմ գալիս դեպի դեպրեսիա։ Մեր էմոցիաների աղբյուրը մեր արարքների մեջ է։ Ընտրեցի արարք, որ հիմա ես այստեղ նստած եմ եւ ձեզ էս շատ հաճելի է, ես գոհ եմ ինձանից։ 3 օր առաջ չէի կարող համաձայնվել գալ, որովհետեւ այսքան գոհ չէի լինի, այլ գործեր ունեի։ Հա, այ ունիվերսալ ինչ-որ խորհուրդներ կան կյանքի համար, որ կարող ենք կիրառել, ինքներս մեզ հանգիստ տալու եւ այդ հանգիստ տվածի համար մեղավոր չզգալու, որովհետեւ ես ինքս էլ ունեմ այդ խնդիրը։ Եթե ես մի օր չեմ աշխատում կամ իմ տեսակետով պակաս եմ աշխատում, ես սարսափելի մեղքի զգացում եմ ունենում, ինձ թվում է աշխարհը առաջա գնում, ես մնում եմ իմ տեղում, արդեն ես անցել եմ հոգեբանական խնդիրների վերլուծության։ Իմ հետ մի քիչ այդպես է։ Երրորդ նախադասությունից վերլուծենք, բայց ես սիրով։ Չէ, բայց այդ խնդիրը շատ տարածված է։ Իմ ընկերների շրջապատում էլ շատ մարդիկ կան, որոնք ասում են, որ այսօր ես չարեցի ու սենց զգում եմ, թե ինչքան մեղքի զգացում են իրենք ունենում։ Ինչ-որ խորհուրդներ կան, որ դե լավ, հիմա այդքան էլ բան չենք, ոչինչ։ Ես իհարկե գիտելիքները տարածելու մեջ շատ շռայլ եմ եւ հիմա կփորձեմ գիտելիք տարածել, բայց ունիվերսալ խորհուրդները իմ կողմից չեն կարող լինել, այսինքն ինչ որ ասեմ այս պահին այստեղ կարող է մենակ ձեզ օգտակար լինել, բայց եթե այլ մարդկանց ես մենակ ուրախ եմ։ Գանք այնտեղ, որ մեղքի զգացումը չարված աշխատանքի համար շատ հաճախ նաև մոտիվացիայի աղբյուր է լինում եւ այստեղ է, որ մարդը ընկնում է թակարդը։ Ի սկզբանե գալիս է, որ ես դասերս լավ անեմ եւ շատ գոհ կգնամ դպրոց, ես տան աշխատանք ավարտեմ եւ հանգիստ սուրճս կխմեմ, ուզում եմ զգուշացնել, սրանք թակարդներ են, որոնք լարում ենք մենք մեր դեմ, բայց արմատում էլի մենք չենք կանգնած, արմատում մեզ նաև այդպես սովորեցրել են, չգնանք դեպի մանկություն, այստեղ եւ հիմա անցնենք առաջ, թե ինչպես դա չանել։ Շատ կարևոր է պատկերացնել այդ երկու արարքը, ես երբ չեմ անում, ինչ եմ շահում, խնդրեմ պատասխանեք։ Հանգստանում եմ մի քիչ։ Մի անգամից ասենք մի քիչ։ Մի քիչ։ Որովհետեւ մեղքի զգացումը խանգարում է ինձ հանգստանալ։ Ես երբ այս աշխատանքը չեմ անում, ինչ եմ ստանում։ Ոչ մի բան։ Նշանակում է շատ խորը համոզմունք կա, որ աշխատասիրությունն է իմ պարգևը եւ աշխատանքի արդյունքն է իմ պարգևը։ Այսինքն պարգևատրման մեխանիզմի մեջ պետք է անել լիարժեք փոփոխություններ։ Հանգիստն է իմ պարգևը, ոչ թե աշխատանքը։ Հա, համաձայն եմ։ Սա ընդհանրապես մտքի փոփոխություն է, եւ եթե դա մենք ամեն օր ամրապնդենք, մենք կստանանք հանգստի ժամանակ լիարժեք հանգիստ եւ մտքեր, եւ ոչ թե մեղքի զգացում պարկի նման կախված այստեղ, որ նույնիսկ ախորժակի վրա է ազդում, էլի գնացի դեպրեսիայի մեջ, ես է հանձնարարությունն եմ դեպրեսիայի խոսելու եւ ամեն ինչ բերում եմ այդտեղ, որը պարկն է մեղքի զգացումի ախորժակն է փակում, տրամադրությունն է գցում, բայց եթե մարդու հակվածությունների մեջ այն է, որ ինքը պետք է շատ դրական ներկանա, դա դնում է մի կողմ դրական է ներկանում, օրգանիզմը գցում է երկու քարի արանքում, ինքը տխուր է, տխրություն ցույց չի տալիս, ցույց է տալիս լավատեսությունը, լավ միտք չէ, որտեվ կրկնում եմ, օրգանիզմը շնորհակալություն չի ասում դրա համար։ Այնպես որ պարգևատրման մեխանիզմը փոխում ենք։
Հա, հետաքրքիր էր։ Շնորհակալություն։ Մենք այսօր մի քիչ ուրիշ բաներից էինք որոշել խոսել։ Ուզում ենք գույներից մի փոքր խոսել, գույների նշանակությունից, բայց միևնույնն է, նաև հասկացանք մեր հարցերի պատասխանները, այո, ստացա։ Եթե կարելի է ձեր գույները ինձ կասեք ճանապարհելուց առաջ, ձեր կյանքի գույները։ Ես կարմիր միանշանակ։ Կարմիր սև։ Կարմիր սև։ Հրաշալի համադրություն է։ Ես նույնպես չէի հրաժարվի իմ գույները ասելուց, սև սպիտակ կարմիր։ Սև ու սպիտակը մշտապես համադրում եմ որևէ կարմիր ուրեմն դետալով։ Նշանակում է կանանց այս խումբը կարմիրը գնահատում է։ Թող պատասխանեն հետևորդները, իսկ դա գնահատվում է որպես տրամադրության գույն, թե նրանց բարկացնում է մեր լավ տրամադրությունը։ Հանրարարություն հեռուստադիտողին։ Շատ շնորհակալություն։ Ես էլ կգամ։ Մենք կսպասենք սիրով։ Հրաշալի զրույց համենայն դեպս մենք էլ մեզ համար ինչ-որ հարցերի պատասխաններ ստացանք։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։ Սիրեցի գրկեցի ստեցի։ Փոխադարձ։ Շնորհակալություն։ Իսկ հիմա կարծեմ մի լավ ու կարմիր երաժշտություն շանթի եթերում։ Չէ, գովազդ, կարմիր, այո։ Գովազդը կարմիր լինում է զառաստ քեզ։ Հա, իհարկե։ Կարծում եմ այո, դե գնացի։ Մտը մեկ-մեկ մարդկանց նյարդայնացնում է, չէ՞, այո։ Բայց կարմիրը նյարդայնացնում է։ Քիչ։ Տես քեզ նյարդայնացնում է, ինձ հաճույք է պատճառում։ Վերադարձանք տաղավար, այս պահին Հայ Սուպերստար 6 նախագծի հաղթող Արեգ Գալստյանի կատարումներից ենք լսելու, հիշեցնեմ, որ Արեգին մենք հյուրընկալել ենք մեր տաղավարում և եթե հարցազրույցը բաց եք թողել, կարող եք Շանթ հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական էջում գտնել և դիտել հարցազրույցը։ Իրեւ նշենք, որ դեկտեմբերի 19-ին կանալիք համերգին, նաև նայի ներկա լինելու երգելու էր գեղեցիկ ստեղծագործությունները, այնպես որ առիթը բաց մի թողեք և շուտ գնեք ձեր տեղերը։ Ես կդառնամ նորից ճամփաներից երկար նորից քեզ մոտ կգամ մի երեկո ու քեզ կասեմ ես բայց սիրելի խոսքեր դու անավարտ սիրո մի ակնթարթ ու ես կապրեմ քո մեջ քո աչքերում քնքուշ դու իմ վառվող աստղի լույս ակնթարթ ու քամիները քեզ նորից կորոնեն օրեկակները քեզ նորից համբույր կտան ու իմ շուրթերը քեզ նորից կճանաչեն ու քնքշության խոսքեր նորից կասեն քեզ կփնտրեմ անվերջ հեռուներում երկնի ու լույսերում կապույտ անապական թող հալածեն անտուն քեզ իմ աչքերն անքուն դու իմ անվերջ սիրո մի պատմություն թող որ վառվեն օդում մեր խոստումները լուրջ դու իմ միակ սիրո մեծ պատմություն ու քամիները քեզ նորից կորոնեն արեգակները քեզ նորից համբույր կտան ու իմ շուրթերը քեզ նորից կճանաչեն ու քնքշության խոսքեր նորից կասեն ու քամիները քեզ
քնքշության խոսքեր նորից կասեն խոսքեր նորից կասեն ու քնքշության խոսքեր նորից կասեն Մենք վերադարձանք եւ պետք է խոսենք Հրաչյա Աճարյանի ծննդյան 150-ամյակի մասին եւ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2026-2027 օրացույցում արդեն իսկ նշանակված է։ Սա մեզ համար առիթ է անդրադառնալու այս մեծ մտածողին մեր հետագից շարքում այս պահին Հրաչյա Աճարյան։ Քչերին է վիճակվել դասվել հայագիտության մեծերի շարքում, համաշխարհային ճանաչում ու համբավ ձեռք բերել եւ յուր ժողովրդի հետ ապրել հավերժ։ Այս մեծերից է հայագետ, լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճարյանը։ Աճարյանը գիտության այն երախտավորներից է, որոնց հիմնարար աշխատությունները հայագիտության եւ լեզուների համեմատական քերականության բազմազան ոլորաններում ելակետ եւ ուղենիշ են եղել ու դեռ պիտի ուղենիշ դառնան հայ սերունդների համար։ Այսօր աճարյանական բացառիկ հետագիծն է մեր ոստնյակում։ Բարի լույս։ Հրաչյա Աճարյանը ծնվել է 1876 թվականի մարտի 8-ին Կոստանդնապոլսում, ավարտել է տեղի կենտրոնական վարժարանը, ապա 1895 թվականին մեկնել Փարիզ սովորելու Սորբոնի համալսարանում։ 1898 թվականին վերադառնալով Անդրկովկաս զբաղվել է մանկավարժական ու գիտական գործունեությամբ, որպես ուսուցիչ աշխատել է Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում։ Երբ հիմնադրվել է Երևանի պետական համալսարանը, նրան հրավիրել են որպես հայագիտական, լեզվաբանական ու արևելագիտական առարկաների դասախոս։ 1943 թվականին, երբ հիմնադրվել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, Հրաչյա Աճարյանը ընդգրկվել է ակադեմիայի հիմնադիր անդամների կազմում։ Այդ ժամանակ նա արդեն Փարիզի լեզվաբանական միության անդամ էր, Չեխոսլովակիայի արևելյան գիտությունների ինստիտուտի թղթակից անդամ։ Գիտնականի կյանքը հարթ չի ընթացել։ Անվանի հայագետի համար եղեռնի հետևանքներն ու աստանդական կյանքի դժվարությունները, ծանր աշխատանքով հաց վաստակելու դառնությունն ու քաղցրությունը բոլորովին հյուծել են Աճարյանին։ Սակայն այդ դեգերումներից իր լուսավոր կետը նա գտավ մայր հայրենիքում, իր ամբողջ կյանքը նվիրեց հայերենի գիտությանն ու զարգացման առաջընթացին։ Աճարյանը հսկա ու արհավետ կենդանի մի հուշակոթող է կերտել 60-ամյա տքնաջան աշխատանքով։ Այդ կոթողը հայագիտությունն է։ Պատվանդանը 250-ից ավելի գիտական աշխատանքները, որոնց ձեռագրերի էջերի թիվը հասնում է 32,000-ի, եւ այս բոլորը ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի բնութագրությամբ մասնագիտական ամենաբարձր որակումով, ամենաբծախնդիր ճշգրտությամբ, վիրտուոզության հասնող նրբությամբ, պարզ ու հստակ շարադրելու մեծ վարպետությամբ։
թե օտար եւ թե հայ նշանավոր գիտնականները Հրաչյա Աճառյանի կատարածը մեծագույն սխրանք են համարում, իր կյանքն էլ բացառիկ լեգենդ ու հրաշք։ Ավետիք Իսահակյանը նշում է. Աճառյանի կատարածը մեծագույն սխրանք է, քանի դեռ երկրի երեսին ապրում է գեթ մեկ հայ, կհիշվի մեծատաղանդ լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Հայրենագիտության մեջ չկա որևէ բնագավառ, որտեղ Աճառյանը իր հիմնարար ներդրումը չունենա եւ իր վճռական խոսքը ասած չլինի։ Նա հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության, հայոց լեզվի փորձառական հնչյունաբանության գիտաճյուղերի հիմնադիրն է։ Հրաչյա Աճառյանի ընդհանուր լեզվաբանական հայացքներն արտացոլված են նրա լիակատար քերականության եւ հայոց լեզվի պատմության աշխատությունների մեջ։ Լինելով Անտուան Մեյեի աշակերտը դեռ երիտասարդ տարիներին ծրագրել էր ստեղծել մի աշխատություն նվիրված ինչպես ընդհանուր լեզվաբանությանը, այնպես էլ հնդեվրոպական լեզուների եւ հայերենի համեմատական ու պատմական քերականությանը։ Իր տեսակի մեջ եզակի լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների բազմահատոր աշխատությունը նվիրված է հայերենի պատմահամեմատական, մասամբ նաև տիպաբանական քննությանը։ Իհարկե Հրաչյա Աճառյանից առաջ եվրոպացի եւ հայ մի շարք գիտնականներ, ինչպես Պետերմանը, Անտուան Մեյեն, Ժոզեֆ Կարստը, Հայնրիխ Հյուբշմանը եւ այլոք զբաղվել են հայերենի ցեղակցությամբ, նրա հնդեվրոպական բառապաշարի ու քերականական կառուցվածքի տարբեր հարցերով, բայց հայոց լեզվի պատմության հանգույցային հարցերի լուծումը վիճակված էր Հրաչյա Աճառյանին։ Կյանքի վերջին 30 տարիներին ապրելով Հայաստանում եւ դասավանդելով Երևանի պետական համալսարանում մեծ գիտնականը ընկալել է, որ ազգային լեզուն անքակտելիորեն կապված է տվյալ ազգի հայրենիքի հետ, որտեղ այն ունի պատմական լեզվի կարգավիճակ եւ միասնական է հայրենիքի ու սփյուռքի ողջ հայության համար։ Ինչպես լեզվաբանական բազմաթիվ հարցեր, այնպես էլ հայոց գրերի ստեղծումը հետաքրքրել է Հրաչյա Աճառյանին դեռևս ուսուցչական տարիներից։ Հայոց գրերին ու Մաշտոցին նվիրված հսկայական գրականություն, որի մեջ առանձնանում են Հրաչյա Աճառյանի ուսումնասիրությունները։ Այս գիրքը բաղկացուցիչ մասն է համանուն այն աշխատության, որը դեռ ձեռագիր վիճակում 1905 թվականին արժանացել է Լազարյան ճեմարանի մրցանակին, իսկ 1928 թվականին Վիեննայում լույս է տեսնում առանձին գրքով Հայոց գրերը խորագրով։ Հրաչյա Աճառյանի գրչին են պատկանում բանասիրական, գրականագիտական, տեքստաբանական բնույթի հետազոտություններ։ Մեծ գիտնականին հետաքրքրել են նաև հայոց պատմության, գրականության, հայ բանահյուսության շատ հարցեր։ Վերադարձանք տաղավար, իսկ այս պահին գնանք դիտենք գովաստ, վերադառնանք, մնացեք մեզ հետ, որովհետև շատ քաղցր զրույց ենք ունենալու։ Գովաստ Շանթի եթերում։ Ինչպես գիտեք, ամեն ուրբաթ Լիկա Մեսրոպյանը մեր տաղավարում պատասխանում է շաբաթվա ընթացքում ձեր տված հարցերին։ Լիկան արդեն մեր տաղավարում է։ Բարի լույս։ Բարի լույս։ Ուրախ ենք ձեզ էլի հյուրընկալել, չնայած ամեն օր ձեր բաղադրատոմսերը նայում ենք, նաև կրկնում ենք, ինչու ոչ, գոնե փորձում է, դեռ սովորելու փուլում է։ Այսպեսի մի հետաքրքիր հարց ունենք, որոնք են 2025 թվականի թխման նորաձևության թրենդները։ Սա շատ հետաքրքիր էր այն իմաստով, օրինակ ես չի պատկերացնի, որ օրինակ թխելու ոլորտում, կան նորաձևության թրենդներ։ Հետաքրքիր է որտեղից են գալիս դրանք։
Որտեղից են գալիս, բավական հետաքրքիր է, տեսեք, վերջերս մենք մի կուրս նկարեցինք, որը անվանեցինք նոր սերնդի բիսկվիտներ եւ կրեմներ, այսինքն կարող է ցանկացած մարդ նորություն հնարել, ստեղծել եւ դա դառնա տրենդ, դա կապ չունի Հայաստանից եկավ, Իտալիայից եկավ, պարզապես եթե սիրվեց, ապա դառնում է տրենդ, որոնք են տրենդեր այսօրվա, դա տարբեր համերի տիրամիսուներն են, լիմոնի, բալի համով, մանգոյի համով, նորություն է, նաև տրենդային են առանձին բաժակների մեջ մուսային դիսերտները, չնայած որ ես ասեմ մուսային, շատ շատերը հիասթափված են մուսային խմորեղենից, բայց ասեմ, որ բավական թեթև, բավական նաև վիտամիններով հագեցած եւ նայած ով է պատրաստում, որովհետև ինչու են հիասթափված, երևի սխալ մուսային խմորեղեններ եւ դիսերտներ են ժամանակ են կերել եւ չեն պատկերացնում, որ հիմա արդեն դա բավական կատարյալ եւ ավելի համեղ է։ Ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ուզում են սկսել նոր բիզնես։ Նոր տրենդ են մտածել եւ որոշել են սկսել բիզնես։ Եթե նոր տրենդ են մտածել, ապա խորհուրդ կտամ չկոտրվեն, բայց Եթե նոր տրենդ չեն մտածել, խորհուրդ չեմ տա, որ սկսեն։ Ինչու, որովհետև հիմա բավական դժվար է փոքր բիզնես պահելը, ես նույնիսկ ասում եմ դու պետք է կողմնակի եկամուտ ունենաս կամ հարուստ լինես, որպեսզի կարողանաս քո փոքր բիզնեսը պահել։ Դրա համար ինչ որ մի ժամանակ խորհուրդ չեմ տա առայժմ, քանի որ աշխարհում փոքր բիզնեսը կարծես շատ ծանր է պահել, խորհուրդ չեմ տա, իսկ եթե հնարեք այնպիսի մի բան, որը որ գոյություն չունի, նորություն է եւ բացեք այդ շրջանակներում նոր բիզնես, ապա մի տարի հետո կփակվեք, որովհետեւ ձեր կողքը կբացվեն այդ բիզնեսից։ Այստեղից գալիս են կայեզակացը, որ մի բացեք բիզնես եւ մի սկսեք։ Առայժմ մի բացեք, մինչեւ տեսնենք ինչ է լինելու փոքր բիզնեսի վերջը։ Այ նաեւ այստեղ մեծ նշանակություն ունի քննադատությունները, իսկ մեր մենթալիտետը այնպես է, առհասարակ չլոկալացնենք, հա չտեղայնացնենք, առհասարակ քննադատելը շատ տարածված է, հատկապես քննադատում են նրանք, ովքեր ավելի հաճախ ոչ մի բան չեն անում։ Իսկ կանանց դեպքում մի քիչ ավելի խոցելի է խնդիրը, որովհետև կանանց դեպքում այդ քննադատությունը մի քանի տարբեր ֆրոնտներով է գալիս, մի քիչ ավելի լայն է այդ գունապնակ, այսպես ասած, ձեր դեպքում ինչպես է, որ լինելով նաև հանրային մարդ, փորձում եք ինքնավստահությունը պահեք, փորձում եք բիզնեսը պահեք, փորձում եք լինել հանրային, այ ոնց է լինում, որ չեք կոտրվում։ Նախ իմ լսարանը շատ բարի եւ շատ դրական լսարան է, ինձ շատ չեն քննադատում, բայց իհարկե լինում են մարդիկ, ովքեր քննադատում են, առհասարակ կան նաեւ մարդիկ, ովքեր նկատողություն են անում, հա։ Ինձ համար դա պարզապես հասկանալի է եւ ցանկացած նորմալ մարդու համար հասկանալի են ովքեր են եւ ինչի համար են, գրում ես առհասարակ չեմ նեղվում, սակայն եթե տարվա մեջ 1-2 այդպիսի նկատողություն, ինչու ես առանց գլխարկ։ Դե ներողություն, էլի, ես նկարը հանվում եմ, դրա համար եմ ես առանց գլխարկ, ես չեմ արտադրությամբ չեմ զբաղվում, ես չեմ դնելու զավաճառքի, հա, դրա համար եմ ես առանց գլխարկի, բացատրություններ պիտի տամ, բայց նման մեկնաբանությունները ես հեռացնում եմ եւ բլոկավորում եմ, այսինքն եթե դու չես ուզում, եթե քեզ համար ես տհաճ եմ, մի նայ, ես էլ քեզ կօգնեմ, այդ հարցում կփակեմ քեզ, այլևս մտք չես ունենա, բայց եթե քննադատությունը դա արդեն մասսայական է, գլոբալ է, իմ դեպքում չէ, ընդհանրապես, եթե թեման բացվեց, խոսենք, այսպեսի մի հետաքրքիր բան կա, եթե ժողովուրդը ընդհանուր մի բան է քննադատում, այդ դեպքում արդեն մտածելու բան ունես, եթե ես ինչ-որ մի սխալ բան անեմ և տեսնեմ, որ հարցակում գործեցին և նկատողությունները շատացան և քննադատությունները, դեպքում ես կմտածեմ, որ ես ինչ-որ մի սխալ բան արել եմ, որովհետև ժողովուրդը միշտ, երբ որ բոլորը միասին են մի բան ասում, ճիշտ են, բայց եթե 1-2-3 սիրում, լոկավորում ենք և վերջը։ Անցնում ենք առաջ։ Այո։ Ինչը կարող է փչացնել նույնիսկ ամենահամեղ տորթի տպավորությունը։ Վատ էներգիայով պատրաստած տորթը։ Եթե մարդը չսիրելով է անում, զորով է անում, ստիպված է անում, չուզելով, ապա
միանշանակ կփչացնի։ Իսկ սիրելով եթե անում ես, ժամանակ ես ծախսում, սեր ես դնում։ Իզանշանակությունը թե տորտը ում համար եք անում, այսինքն պատվիրատուն ով է։ Ինձ համար չէ, ինձ համար կապ չունի, որովհետև ինձ համար կոնկրետ լագի հաճախորդը իմ հարազատն էր, ես այդպես եմ ընկալում, որովհետև նա եկել է լագի եւ ես իր տորտը պիտի պատրաստեմ ամենահամեղը, հատկապես երբ որ բաժին է հասնում ինձ, երբ որ ես պիտի պատրաստեմ, ոչ թե մեր դիզայներները, չնայած մեր դիզայներները հրաշալի են պատրաստում, ես ավելի յուրահատուկ եմ մոտենում։ Այ ընկերներից մեկը տորտ էինք ուտում եւ ինքը ասաց, «Ոայ սա կներեք, ասում եմ, ոայ բայց սա լակի չի», ասում դու ինչի՞ց հասկացար, ինքը երկրպագու է, ես էլ արդեն Իրանով սկսել եմ շատ օգտվել։ Ինքը ասում է լայքի չի, բայց ասում բայց ինչի՞ց հասկացար, որ լայքի չի։ Ու ինքը տենց երկար բացատրում է համային, բայց հետաքրքիր է, որ որոշակի ձեռագիր եւ արդեն հաճախորդ է, գիտի, որ սա լայք է կամ սա լայքի չի։ Հետաքրքիր է, որտեղից է գալիս այդ ձեռագիրը կամ ոնց է հաճախորդը միանգամից զգում, որ սա լայքի չի։ Իհարկե կզգա։ Տարբերությունը շատ մեծ է։ Մեզ մոտ խմորեղենները մեկօրեն ցուցադրվում, վաճառվում, միշտ թարմ է եւ հիմա բոլորն են դրա մասին խոսում, բայց մերը իսկապես այդպես է, ես չեմ խոսում։ Նախ բաղադրիչներն են լավ որակի ընտրված, մարդը ուտում է եւ հասկանում է։ Իհարկե մարդիկ կան, որ ուտում են, չեն հասկանում համեղ էր թե համեղ չէ, քաղցրեր ասում են համեղ էր, բայց մարդիկ ովքեր գնահատում են որակը, միանշանակ զգում են։ Եվ մի բան պատմեմ, մի քանի տարի առաջ ընկերուհի զանգահարում ասում է, գիտես չէ, ասում է, լագի տուփով մեր հարևանուհին ուրիշ խմորեղեն էր մեջը դրել, բերել էր մեր տուն։ Իսկ ես գիտեմ լագին։ Անմիջապես հասկացա, որ լագի չի։ Այսինքն զգուշ եղեք, տուփերը մնում են, բայց մեջինը երբեմն լագի չի լինում։ Ձեր կարծիքով հրուշակագործությունը ավելի շատ արվեստ է, թե ճշգրիտ գիտություն։ Ինձ համար արվեստ է, միանշանակ արվեստ է։ Հա, արվեստ է։ Այ ոչ թե ճշգրիտ գիտություն։ Բայց հետաքրքիր է, որ ժամանակի հետ ձեր դեպքում այդ խնդիրը եղել է, թե չէ, որ ժամանակի հետ ինչ-որ մի բան արդեն ինքը տարածվում է, արդեն օրինակ պատվերները շատ են լինում եւ այլն, արդյոք նույնն է լինում մոտեցումը, համը, վերաբերմունքը, ո՞նց եք փորձում այդ անհատական մոտեցումը պահել։ Այ շատ լավ հարց էր։ Հիմա ես ասեմ, շատ-շատերին ասում են ինչի քաղաքի կենտրոնում չունես խանութ։ Ես չեմ ունեցել եմ 5 խանութ, ունեցել եմ քաղաքում եւ հասկացել եմ, որ ամեն ինչ որ արտադրվում է մեզ մոտ պետք է անցնի իմ աչքի առջևով, այսինքն իմ հսկողության տակ պիտի լինի։ Եթե ես շատ սկսեմ արտադրել, հսկողությանս տակից դուրս կգա։ Հասկանում եք, ես չեմ հասցնի։ Վերահսկելի չի լինի։ Այո, չեմ հասցնի վերահսկել եւ այստեղ ես կտուժեմ որակային։ Դրա համար յուրաքանչյուր տորտ, յուրաքանչյուր խմորեղեն, յուրաքանչյուր խմորեղենի վրայի դետալ անցնում է իմ եւ իմ մամայի հսկողությամբ։ Մամայի, շատ լավ բան ասացիք, արդյոք նաև մայրիկի բաղադրատոմսերն եք օգտագործում։ Մայրիկի, մամայի բաղադրատոմսերն էլ են։ Տատիկինը հիշում ենք արդեն, իսկ մաման պատրաստում էր տատիկի բաղադրատոմսերով։ Այ մեկ ոք լինում է, որ ասում ոյ այն ժամանակվա տորթերը ուրիշ համ ունեն եւ այլն, այդ մարդկանց մենթալիտետն է, թե ժամանակների ընթացքում օրինակ բաղադրիչները փոխվում են, հետաքրքիր է այդ ոնց է լինում, որտեվ ամեն դեպքում կյանքը առաջ է գնում, բաղադրիչներն են շատ հաճախ փոխվում եւ երբեմն դժվար է ստանալ այն համը, որը օրինակ արդեն դասական է արտադրության մեջ եղել է 5 տարի առաջ։ Նախ մանկական համը դա երբեք չի մոռացվում։ Եթե մենք մանկությունից բերենք նույն ենթադրենք կորժիկը, հա, որ բոլորը բուֆետում գնում են եւ հիշում են, այսօր ուտենք ասեն չէ, այն չի։ Մանկական համը մնում է միշտ հիշողության մեջ։ Եվ այո, որակային բավական մեծ փոփոխություններ կան, թե կարակը, թե շոկոլադը, այլևս եւ թթվասերը, կաթնամթերքը այլևս այն չի, ինչ որ ես հիշում եմ։ Եվ մենք այսօր կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ, կոնկրետ եկեք վերցնենք, խոսենք կարագի մասին, հա։ Նույնը կաթնամթերքը, որը օգտագործում են եւ այլն, ալյուրը անպայման, շաքարավազ, ամեն ինչ։
Բայց ես հիմա կոնկրետ բերեմ օրինակը կարագի վրա։ Բերում են տուփով, ես տանում եմ լավագույն կարագը։ Մեծ տուփով, ոչ թե փաթեթավորված։ Փաթեթավորվածը չեն կարողանում ինչ որ խառնուրդներ անել, որովհետև հետո նորից փաթեթավորել արդեն պարզ կլինի, հա, բայց թանկ է, արտադրության համար չարժի փոքրիկ տուփերով գնել։ Մենք գնում ենք մեծ տուփերով։ Ժամանակ առ ժամանակ ես կրեմը, անպայման կրեմերը փորձում եմ, համերը, որպեսզի այնտեղ նոր վանիլա եկել, հնարավոր է նույն քանակը արել են, չի եւ այլն եւ այլն։ Եվ զգում եմ տարօրինակ, իսկ ես սարսափելի սուր զգում եմ ոչ բնական համերը։ Զգում եմ ինչ որ մի բան այն չի, նույն կարակն է։ Հարցնում ենք ներմուծողին։ Երեք լավներ, այսօր լավը չի, ինչու՞մն է խնդիրը, եւ այսպեսի մեզ պատասխան է գալիս, որ մենք երբ որ պատվիրում ենք ինչ-որ մի երկրում, չեմ ուզում ասել երկրի անունը, մեզ այսպեսի պատասխան է գալիս, որ բավական է այսքան քիչ եք պատվիրում, փոքր երկիր ենք, չէ, ենթադրենք 50 տոննան իրանց համար ոչինչ է, մի հատ էլ բողոքում եք։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ որ ես էլ բացատրեմ, երևի հետաքրքիր կլինի, երբ որ կարագը գործարանում արտադրվում է, գալիս է, արդեն լցվում է, փաթեթավորվում է, այն ամենավերջի, որ արդեն գալիս է, դա արդեն որակը այն չէ, հա, գալիս է այդ վերջինը, արդեն փաթեթավորվում է եւ ներմոտում։ Դա մեկ, երկրորդը, ես ենթադրում եմ, դեռ 100% չգիտեմ, բայց իմ կարծիքով գալիս է Հայաստան եւ այստեղ ինչ որ մի խառնուրդ, մի բանի հետ խառնվում է, որովհետեւ կարագից բանի սոյայի կամ պալմայի յուղի համ պիտի չգա։ Ես կարագը լավ եմ ճանաչում։ Այսպեսի բաներ կա, նույնը մնացած մթերքների հետ գալիս է, ենթադրենք նույն կաթը, շատ լավն է, մենք եփում ենք կրեմ, մեկ էլ համ, շատ տհաճ համ, լինում է այդպեսի, եւ մարդիկ ժամանակ առ ժամանակ ասում են որակը գցել եք, որակը մենք չենք գցել, որակը մթերքներն են, որ արդեն, այո։ Որ սխալներն են հաճախանում սկսնակները, երբ փորձում են ձեր տորթերը կրկնօրինակել։ Այս հարցը նախորդ անգամ էլ է եղել։ Նույն հարցը նորից են տալիս։ Նորից են այս հարցը մեզ գրել, այսինքն ինչ որ մարդ նորից հետաքրքրված է այս հարցի պատասխանով։ Երևի նախորդը չեն լսել։ Կրկնողներից են ինձ թվում է հենց։ Դե ես արդեն ասել եմ, անցյալ անգամ այսօր չեմ կարողանում նոր պատասխան տալ, ամեն դեպքում բաղադրիչներն են, որ նույնը չեն կրկնում, բաղադրիչը շատ մեծ դեր է խաղում թխվածքի որակի մեջ։ Բայց տանը հնարավոր է հասնել ինչ որ առումով մեր պատկերացրած պրոֆեսիոնալ տարբերակին, ես ինձ կոնկրետ շատ հետաքրքիր է, որովհետև ես շատ հաճախ եմ փորձում ինչ որ մի բան թխել, բայց օրինակ լինում է, որ մի քիչ ուրիշ ձև է ստացվում, ոնց տանը հասնել պրոֆեսիոնալ արդյունքի։ Գիտեք, տանը եթե շատ թխեք, այսինքն պրակտիկա ունենաք, կհասնեք պրոֆեսիոնալիզմի անընդհատ աշխատել, եւ բնականաբար վաղը ձեր բիսկվիտը ավելի լավը կստացվի, մյուս օրը ավելի լավը կստացվի։ Շնորհակալություն։ Հուսամ, որ բոլոր հարցերը, որոնք հեռուստադիտողը հատուկ գրել է ձեզ համար, ստացավ իր բոլոր պատասխանները, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, վստահ եմ ավելի շատ հարցերով։ Ձեզ հաջողություն եւ բազմաթիվ նոր բաղադրատոմսեր, որոնք մենք ինքներս էլ կփորձենք տանը։ Իսկ այս պահին գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք, մնացեք մեզ հետ։ Հայ Սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը իրենց շատ գործընկերների հետ այլ նախագծերից երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին։ Երկար սպասված համերգ է տեղի ունենալու, Մարիամն այս օրերին Հայաստանում է եւ մենք առիթից օգտվել ենք եւ նրան հրավիրել ենք մեր տաղավար, Մարիամը շատ լուսավոր, ուրախ իրեն բնորոշ տրամադրությամբ եկավ, բարի լույս, Մարիամ, ոնց եք։ Շատ հոյակավ, մերսի, դուք։
Հրաշալի։ Մարիամ, եկեք սկսենք ամենասկզբից, ինչպես իմացաք, որ պետք է նորից այսքան երկար դադարից հետո սկսվի Հայ սուպերստարը, ինչպես որոշեցիք հայտ ներկայացնել, քանի որ դուք Հայաստանում չեք ապրում, եւ գալ ու մասնակցել այս գեղեցիկ նախագծին։ Միշտ ունեցել եմ ցանկություն մասնակցել պրոյեկտների, միշտ մասնակցել եմ, բայց չեմ իմացել, որ Հայաստանում էլ կարող եմ։ Ու մի օր զանգում է ինձ իմ հորքուրը, ու իր ամուսինը կողից ուղակի չի խոսում, ուղակի գոռում ասում Մարիամ, արագացրու, պետք է անպայման հայտ ներկայացնել։ Այո։ Եվ փորձել քո ուժերը ստեղ Հայաստանում, ու ես մի անգամից դա արեցի, խոսացի մայրիկիս հետ եւ գրեցինք, ուղարկեցինք ու մի քանի օր հետո ստացա պատասխան, անցա on-line casting-ը եւ եկա Հայաստան։ Բայց ակնկալիքները ինչպիսին էր նախագծից։ Արդյոք սպասում եք, որ այդքան շատ, ես կոմենտներին միշտ հետևում եմ սոցցանցերում ակտիվ եմ, որ այդքան կսիրվեք հեռուստադիտողի հանդիսատեսի կողմից, կհասնեք մինչև ֆինալ։ Այ ո՞նց էր ակնկալիքները եւ ինչ որ վախեր, անհանգստություններ կային, թե չէ։ Ես ակնկալիքներ չեմ ունեցել, որովհետև վայելել եմ ամեն մի պահ այնտեղ, բայց երբ գալիս էր գալաների ժամանակը, երբ պետք է դուրս գաս բեմ եւ դու գիտես, որ դու մրցույթի մեջ ես, ասես մի քիչ լարվածություն միշտ կար, բայց ես ակնկալիքներ չեմ ունեցել, միշտ ուզեցել եմ ուղղակի sense պահը վայելելով ամեն ինչը գնա եւ տենց վայելելով էլ գնացի հասա ֆինալ։ Երկար ամիսներ քրտնաջան աշխատանք, դպրոց, որն անցակ, ինչ տվեց ձեզ այս սուպերստարը։ Շատ մեծ փորձ, շատ մեծ ծանոթություններ, շատ լավ մարդիկ իմ կողքին, մարդկանց սերը ինձ տվեց Հայաստանում։ Շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ ինձ բախտ բացվեց գալ մասնակցել Հայաստանում եւ սիրվել հայերի կողմից։ Այ նախագիծը վստահաբար ինչ որ մի բան ամեն դեպքում փոխած կլինի նպատակների մեջ, հետաքրքիր է ինչ է փոխել եւ հետագայում կան նոր ավելացած նպատակներ, որ օրինակ սրանք մինչեւ այդ չկային, հիմա չէ, արժի նաեւ դա դնել որպես նպատակ։ Երևի 3 տարվա մեջ Գերմանիայում ինչ ապրել եմ, ստոպ էի տվել իմ կարիերային երգելուն, որովհետև զբաղված էի աշխատանքով, որովհետև այնտեղ չի լինի չաշխատել։ Երբ եկա մասնակցեցի եւ հասա ֆինալ, հասկացա, որ էս է իմ ճանապարհը եւ ես շարունակելու եմ, ինչքան էլ քրտինք պետք է ներդնել, ես ներկդնեմ եւ ես արդեն ուզում եմ տեղափոխվել Հայաստան ու սկսել իմ քրտնաջան աշխատանքը, որ հասնեմ իմ նպատակին։ Սա շատ լավ առիթ է վերադառնալ հայրենիք, հայրենիքում շարունակել, սա շատ լավ միտք է։ Մարիամ, այ ունեք հիմա բավականին մենահամերգներ, մենք ամեն օր խոսում ենք Կալիֆոռնիայում կանալիք մենահամերգից, պատմեք թե ինչպես եք պատրաստվում, ինչ ծրագիր է լինելու, այսինքն մեծ համերգ, որտեղ նաև դուք եք ունենալու ձեր ելույթը։ Պատմեք թե ինչպես եք պատրաստվում այդ համերգին, ինչպես եք ներկայանալու։ Հիմա ձայնս մի քիչ շատ հոգնած էր պրոյեկտից հետո, ինձ տվեցի պաուզա, որ հանգստանա ձայնս եւ հիմա վերադառնալու եմ արդեն իմ ձայնավարժություններին եւ պատրաստվել եմ, որ համերգին լինեմ full պատրաստ եւ պրոֆեսիոնալ մատուցեմ ամեն ինչը։ Այ համալիրում եզրափակիչը այս անգամ այդ ձևաչափով տեղի ունեցավ, որ էլի բավականին մեծ էր, ոչ բոլոր արտիստերին բախտ վիճակում համալիրի բեմում ելույթ ունենալ, բայց եզրափակիչը եղավ այնտեղ, ելույթները տեսանք, ամեն ինչ հրաշալի էր։ Ոնց եք պատրաստվել այդ համերգին եւ արդյոք դա իր տեսակի մեջ փորձառություն էր ձեր համար։ Նախկինում ունեցել եք փորձ մեծ բեմում ելույթ ունենալու, չեք ունեցել։ Համալիրի նման մեծ բեմ փորձ չեմ ունեցել իմ կյանքում, դա էր հենց այդ փորձը, որ դու հելնում ես ու տեսնում ես քո առջև ուղղակի շատ մեծ մարդկանց քանակ, ու դա մեծ փորձ է իմ համար, որովհետև հենց մարդիկ են քեզ ուժ տալիս եւ սենց լավ փորձ էր, որ կարողանաս էլի հելնես տենց մեծ բեմ ու լիքը մարդիկ լինի ու մասշտաբը համալիրի հենց շատ էր զարմացրել ինձ եւ շատ էր ոգեշնչել։ Այսինքն այս երկրորդ համերգին Միացյալ Նահանգներում մի քիչ ավելի
ոնց է փորձ կա, թե դա էլ իր տեսակի մեջ է անհանգստացնող ու լարող։ Ամերիկայի համերգը ինձ թվում է լրիվ ուրիշ հատված է, որովհետև ընդեղի մարդիկ մի քիչ ուրիշ են, ինձ հետաքրքիր է ինչ ձև կընկալեն, եւ ես արդեն ստանում եմ նամակներ, որ շատ անհամբեր մեզ սպասում են եւ արդեն տիկետները առել են եւ սպասում են մեր համերգին։ Մարիամ, իսկ գիտեք թե ինչ եք արդեն երգելու Ամերիկայում, կարող եք բացել որոշակի փակագծեր։ Դեռ չգիտեմ ցավոք սրտի, բայց հուսով եմ, որ ձեր լավագույն կատարումները։ Այսինքն այս этаպում ինչ զբաղվածություն ունեք, բնականաբար եղավ ասենք մի ծանր աշխատանքային փուլեր, որից հետո իրոք թե օրգանիզմը, թե ձայնը պետք է հանգստանա, եթե այդ հանգիստը եղավ, հիմա ինչ փուլ է։ Պրոյեկտից մի քանի օր հետո դուրս եկավ իմ դեբյուտնի երգը, էլի աշխատանքեր այդ երգերեն տված, երգը թողարկեցի եւ գնացի Գերմանիա, ծնողներիս տեսա, հանգստացա, ես անպայման պետք է ինձ հանգստամ, որ իմ էմոցիոնալ դաշտը լինի հանգիստ, ես լինեմ հանգիստ, եւ իմ ձայնը լինի հանգիստ, հիմա զբաղվածություն չունեմ, բայց արդեն աշխատում եմ նոր երգի վրա, որը էլի նվեր եմ ստացել։ Այդ երգի մասին մենք փակագծերը հուսամ կարող ենք բացել, բայց Մարիամի կատարումներից մեկը ուղղակի չէինք կարող այս պահին չլսել, գնանք լսենք, վերադառնանք եւ զրույցը շարունակենք։ Սիրծը տնչում կարոտ ու վարարշալուս Ճիշտ մի սեր ու հուսքն կուշ բարեր ու երազանմար Եվ դու ելար իմ դեմ ինչպես նոր արև ու բարձրացար մերդին ձերվից կանչում ես ու ասխավար մերդին զարնում ես թևերիտ քոնն իմ կյանքը ու իմ սիրտը ձարավ դարից աստրու արևների Սերս բացվեց ինչպես գարնան առավոտ Իմ դեմ փրվեց կյանքի ճամփան արևոտ ճամփան ուսե ինչպես մի ծիածան Ուր էլ տանի ճամփանը ստակը քայլեմ Քեզ հետ իմ ծեր մերդին ձերվից կանչում ես ու ասխավար մերդին զարնում ես թևերիտ քոնն է իմ կյանքը ու իմ սիրտը ձարավ
Վերադարձանք տաղավար եւ մեկնաբանում ենք այստեղ Մարիամը մեկնաբանում էր իր կատարումը անկեղծ, բայց հետաքրքիր է, եթե հետ նայենք ամբողջ համերգային ընթացքին, կա մի կատարում, որը ըստ ձեզ ամենալավն եք կատարել եւ մի կատարում, որը այդքան էլ ձեր սրտով չէր։ Եթե դնեմ ամենաառաջին տեղը, էդի երևի եղել է իմ ուսուրենի կատարումը, որտեվ էդի շատ իմ ոչն էր եւ շատ ես էի, ու երևի ամենավատ կատարումը եղել է իմ Winner Takes It All-ը, որովհետեւ հիվանդ էի, ու այդ երգը էլի իմ սրտովս չէր գնում, բայց երբ ես ունեմ զադաչա, պետքա կատարեմ դրա համար։ Մարիամ, խոսում ենք պրոյեկտներից եւ գիտենք, որ նաեւ Գերմանիայում եք հնարավորություն ունեցել մասնակցել մեծ պրոյեկտի, պատմեք մի փոքր այդ մասին։ Մասնակցել եմ Գերմանիայի Superstar-ին, առաջին փուլը on-line անցել եմ, հետո եկել եմ արդեն նկարահանումների, առաջին փուլը անցել եմ, երկրորդ փուլից ուղղակի ինձ բացատրելի պատճառներով ինձ թողեցին դուրս, որովհետեւ մի քիչ կողմնապահություն կար այնտեղ այնտեղ եւ ես դա զգացի դրա համար նույնիսկ իմ մայրիկը ասաց Մարիամ գնացինք այստեղը չգնացինք բայց հրաշալի է որ Հայաստանում շանթ հեռուստաընկերությունում այդ կողմնապահությունը չկար եւ Մարիամը հասավ մինչեւ եզրափակիչ մինչեւ նախագիծը հա հայկական ինչ երգեր գիտեիք կատարելու փորձեր եղել էր չէր եղել շատ քիչ երկացանք եմ ունեցել հայերեն լեզվով, որովհետև միշտ օտար լեզվի երգեր եմ լսել, հետաքրքրվել այդպես երգերով։ Մեր համար Սփյուռքում Հայաստանից դուրս հայկական երգերը դա ռաբիզն է, ինչ որ շատ ցավոտ է։ Մենք մտածում ենք, որ ռաբիզից են կողմ սիրուն երգեր Հայաստանում չկա։ Իսկ երբ ես եկա Հայաստան, ես ծանոթացա հայկական երգերի հետ, մակարդակով երգերի հետ, ասենք ասեմ, շատ դուրս եկավ եւ շատ խորացա դրա մեջ ու հիմա երբ ինձ ասեն հայերենի երգի, ես կունենամ մի հատ փոքր երգացանք, որով կարողանամ ներկայացնել իմ հայերեն ռեպերտուարը։ Այ երբ որ կատարման ընթացքում մենք խոսում էինք, նշեցիք, որ ուզում եք գալ Հայաստան եւ մնալ այստեղ։ Շանթ հեռուստաընկերությունը շատ հետաքրքիր տենդենսով է գալիս։ Ինչքան մարդկանց կարող եք հիշել, որոնք նախագծով եկել են եւ մնացել են Հայաստանում։ Օրինակ Իվետ Ամուկուչյանը ոչ միայն մնաց այստեղ, այլև Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրեց, նաեւս մասնակցել էր այնտեղ նախագծի, նաեւս եկավ այստեղ եւ բավականին հաջողություն ունեցավ նաև նախագծում եւ իհարկե նախագծից դուրս, այդ ձեր դեպքում ոնց են ծրագրերը մնալ Հայաստանում, գնալ, գալ, ինչ ծրագրեր կան։ Ես ունեմ ծրագիր, որ մնամ ստեղ, շատ մեծ ցանկություն է մոտս առաջացել եւ այդ ցանկությունը չի կորում, այսքան ժամանակ ինչքան Հայաստանում եմ պրոյեկտի շրջանակում, այդ միտքը եկել է ու մնացել է իմ մեջ, գնացել եմ ծնողներիս հետ խոսացել եմ, ասել եմ, որ ես իմ ճանապարհը շարունակել եմ Հայաստանում, ուզում եք միացեք, ուզում եմ միացեք, ես ուզում եմ իմ ճանապարհը շարունակել այնտեղ, մնալ այնտեղ եւ ստեղծագործել եւ ծանոթացնել մարդկանց ինձ հետ Հայաստանում։ Դե հաջողություն ենք մաղթում ձեզ, հաջողություն ենք մաղթում բոլոր այն մասնակիցներին, ովքեր ձեզ հետ միասին դեկտեմբերի 19-ին մեկնելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ունենալու են շատ հետաքրքիր համերգային ծրագիր։ Իսկ այս պահին գնանք դիտենք գովազդ, մենք դեռ ձեզ հետ ենք, դեռ կեսօր չէ, մնացեք մեզ հետ, իսկ հիմա ուղղակի գնում ենք դիտենք գովազդ։ Վերադարձանք տաղավար, այս պահին ժամանակն է կրկնելու անգլերենի փոքրիկ մինի դասընթացը Սոնայի հետ, ով չի հասցրել հաղորդման առաջին հատվածում դիտել, հիմա կարող է դիտել։ Ինչպես արդեն գիտենք, Սոնան այս անգամ է սովորեցնելու է ճիշտ ժամանակացույցը անգլերեն, այնպես որ եթե բաց եք թողել, ժամանակն է սովորելու։ Good morning guys. Այսօր սովորելու ենք շատ կարևոր արտահայտություն։ Ինչպես ասեք ժամը։
Ոչ գրքային, իրական խոսակցական տարբերակն եք սովորելու։ Չմոռանաք գրի առնել, անպայման բարձրաձայն կրկնել, որպեսզի տպավորվի։ Ինչպես ասենք ժամը քանիսն է անգլերեն գայիս, հələ մտածեք։ Do you have the time? Do you have the time? Շատ կարևոր է հիշել the article-ը, the հոդը, առանց the հոդի իմաստը բացարձակ այլ է։ Կնշանակի ժամանակ ունես, իսկ մեզ պետք է հարցնել ժամը քանիսն է։ So հիշում ենք, մի քանի անգամ անպայման կկրկնեք, մի 5 անգամ, լավ 10 անգամն էլ չին։ Խանգարի կգրեք, կկիրառեք, այս տեսանյութն էլ կգրեք մի քանի անգամ ու հաստատ հիշել եք։ Do you have the time? Վերադարձանք տաղավար, ուղեղը մարզեցինք, հիմա ժամանակն է մի քիչ էլ խոսենք ֆիզիկական մարզումների մասին։ Ու խաղանք այն խաղը, որը հորինել է Մանոն։ Ոչ ճիշտ խաղանք, չէ։ Ճիշտ խաղանք, Մանոյի հետ խաղանք։ Բարի լույս իմ սիրելի ժողովուրդ, ինչպես գիտեմ հաստատ արդեն դու լավ ես քնել, լավ ես զարթնել, նախաճաշիդ արել ես, միացել ես ճիշտ հաղորդմանը եւ լսում ես ինձ։ Եկեք ստանանք այսօրվա հարցը, տեսնենք ինչքանով է հետաքրքիր։ Մանո, ինչպես անեմ, որ ոչ թե էմոցիաներով սնվեմ, այլ օրգանիզմիս պահանջին լսելով։ Շատ հետաքրքիր հարց, եկեք հասկանանք դրա պատասխանը ինչպես կարան տամ։ Նայեք, առաջի հերթին էմոցիան ճիշտ է գարը ազդի ձեր վրա։ Ավելի շատ ասեմ ձեզ աղջիկների մոտ լինում դա, բայց եկեք հասկանանք մենք ուզում ենք այդ հացը ուտել, թե ուղղակի մենք ծարավ ենք։ Չէ՞։ Մի հատ փորձեք մի բաժակ ջուր խմել։ Դրանից հետո որոշեք ձեր մարմինը ուզում է արդյոք ուտի ինչ-որ մի բան։ Դա քեզ առաջի պատճառը։ Երկրորդ պատճառը, խնդրում եմ ինչպես որ միշտ ասել եմ քեզ, քո 8 ժամդ քնի, ճիշտ ժամերին 8 ժամդ քնի, երկրորդ դեպքում դու գարաս հասկանաս քո մարմինը քեզից ուզում է ինչ-որ մի բան։ Այդ դեպքում գուզի ինչպես որ ասել եմ նախորդներին, երբ որ դու քո 8 ժամը չես քնում, քո մարմինը քեզանից ամբողջ օրը պահանջում է արագ ածխաջր, այսինքն քեզ շաքար է պահանջում, ասո շաքար դու ինձ, արագ էներգիա դու ինձ։ Okay։ Երրորդ կարևոր գործոններից մեկը, արդյոք դու ամբողջ օրվա սնունդիդ հետ ներառում ես սպիտակուցներ։ Շատ բարձ թեմա է, ում հետ որ խոսում եմ, ասում եմ դու ամեն օր ուտում ես, քո նախաճաշին ասենք թե չգիտեմ, հավգիտ ուտում ես, հետո չգիտեմ, հավի գրծկամիս ուտում ես, դավարի միս ուտում ես, ձուկ ուտում ես, ասում եմ ոչ։ Եթե դու քո չափաբաժին սպիտակուցը չես ստանում, քո մարմինը անընդհատ քեզից մի բան է ուզում բզբզալու։ Okay։ Եթե ուզում ես նիհարես, այսօր քեզ մի հատ կախնիկ եմ բացում, նախաճաշ, ճաշ, ընտրիկ, մեջտեղները փորձի, ամեն տեսածը չգցել դրանից։ Զուտ քեզ խորհուրդ, նայ ոնց կնիհարես։ Մի թող ինսուլինդ անընդհատ սենց է ամբողջ օրվա ընթացքում, ոնց որ կարդիոգրամա լինի, հա։ Մի թող դες բան լինի։ Ու դες ինչպիսի արդյունք կտա քո վրա։ Եկեք ճիշտ խաղանք այս խաղը, մնանք Մանոյի հետ։ Իսկ հիմա ժամանակն է պտտվել աշխարհի շուրջը, գնում ենք դեպի Պերու։ Գնացինք։ Վերադարձանք Պերուից եւ այս պահին արդեն հրաժեշտ ենք տալիս։ Շնորհակալ ենք, որ ուրբաթը մեզ հետ անցկացրիք, ուրբաթ առավոտը։ Դուք մնացեք Շանթի եթերում, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, բայց մենք երկուշաբթի նորից ետ կգանք եւ նորից ձեզ կասենք բարի լույս Շանթի ուղիղ եթերում։ Լավ հանգստյան օրեր բոլորիդ։